Դե ինչ, երևի ամենից արդեն պարզ է թե այսօր ում մասին ենք խոսալու։ Հա, ճիշտ է, ես էլ չէի սպասում, որ VDG-ն կհայտնվի մամայի բլոգերում, բայց այտենց ստացվեց։ Հավատացեք, ես անկեղծ չգիտեի թե այս ամեն ինչը ոնց պատահեց, բայց փաստը մնում է փաստ, ինքը շատակի հայտնվեց մամայի բլոգերում։ Ասել, որ ես զարմացած եմ, դա նույնն է ինչ որ ոչինչ չասել։ Ճիշտ ձեր է, VDG։ Что? VDG Բարև ձեզ, ինչ ասեմ, Snell-քի կլիմատ օգնի էլի։ Хаю-хай. Кажется, это не мое. Լավ, մի տանջվի, ես կասեմ։ Բալուզ մանիկյուր քսողներին եւ թզբեղ ֆրցնողներին։ Դուք հայտնվել եք մամայի բլոգեր շոուի 6-րդ թողարկմանը։ Այսօր մենք մեր հեռադիտակը եւ ընդհանրապես գրողի տարած հայացքը կսեվերենք դեպի VDG YouTube-յան ալիքի կլոն ալիքին, որը ընդհանրապես շատ կեղտոտ ձևով կրկնօրինակում է ալիքը եւ բացի նրանից, որ նա կրկնօրինակում է ամբողջ ալիքի անվանումը եւ ընդհանրապես վիդեոների ֆորմատը, բացի դրանից նա գցում է օրիգինալ ալիքի ռեպուտացիան, որովհետեւ իմ կարծիքով ավելի լավ է նայել թե ինչպես է ռեստորանի լուսամուտից դուրս ծածանվում զուգարանի թուղթը դրոշի նման, քան թե այստեղով վիդեոները։ It's a crazy զուգարանի թուղթն է։ Դե ինչ ժողովուրդ, վերցրեք ձեր չայն ու քյաբաբը, մենք սկսում ենք։ Առաջին վիդեոն կոչվում է Չայ ոնց եփել, DIY։ Snell-քի, կարաս մի բան ասես այս վիդեոյի մասին։ Кстати, долбоебизма, к сожалению, уже неизлечимо, и навряд ли он когда-нибудь сделает что-нибудь стоящее, что остальным принесет пользу. Լիովին համաձայն եմ։ Ճիշտ ձեր է, VDG։ Ես այսօր կեփեմ չայ։ Դու հələ գողացել ես բարևը, այ մարդ, բարևելու այդ խոսքերը դու ետել ես գողացել օրիգինալ ալիքից։ Այ արա, չայ, արա, թույ ետքու։ Նյուժելի բլեծ աշխարհում մարդ կա, որ չի կարա չայ եփի, լուրջ եմ ասում։ Չնայած նրան, եթե մենք վերցնենք Հայաստանի Instagram-ահայությանը, ապա հա, այդ վիդեոն իրանց պետք է ահագին, որովհետև դաժե իրանք չեն կարող ձվածեղ անտեր սարքեն, ուր մնացեսի։ Սրա համար անկեղծ մերսի քեզ ախպերս։ Ես կվարեմ մեկ։ Ես համստի մավացի։ Այդտեղ այդ անտերը լուցկուց գուշ եղի այ մարդ, որովհետև եթե դու կրակեց գուշ չլինես, ապա ես համոզված եմ, որ քո DIY-ը կկոչվի ոչ թե ինչպես պատրաստել չայ, այլ ընդհակառակը նա կկոչվի ինչպես ավիրել տունը եւ պապային գցել վարկի տակ։ Ու ամենացածաղելին հենց այս դեմքն է։ Կարելի է այս նկարը վերցնել ու սենց մեմ սարքել։ Օրինակ, իմ դեմքը, երբ որ ես չայ պատրաստեցի։ Վախ հորս է, լավ չայ, արա լավ էլի։ Հələ մի հատ խնդրում եմ, մի հատ էլ եկեք այն զուգարանի թղթի վիդեոն նայենք, էլի դա ահագին հանգստացնում է։ It's a crazy զուգարանի թուղթն է։ В общем, այս վիդեոն ես գնահատում եմ 6 հատ Lipton-ի պաչկա 10-ից։ Всё, եկեք հանցանք հաջորդ վիդեոին։ Snell-kick արի։ Վիդեոն կոչվում է Շամանին։ Չէ, խոսքը չի գնում Քայդարդի բաբալի մասին, չէ։ Պրոստը տղեն հտարավել է գրել։ Իրականում էսի կոչվում է Սահմանին։ Այո, սա սերիալի սաունդթրեքն է Սահմանինի, որը անկեղծ շատ լավ երաժշտություն ունի, շատ լավ խոսքեր։ Լավ, երևի հասկացաք, որ այս տղան պետք է այդ գեղեցիկ ինչու՞ չէ նաև հայրենասիրական երգը երգի, բրավո, ապրի։ Եկեք լսենք մեր ապագա Գուրգեն Դաբաղյանի կատարումը, ինքը արդեն մոդայից դուրս է։ Կարուլեր ու հոգի փխրուն հայրենիքն է իմ հարազատուհի Господи, что с тобой такое-то? Ты чем-то болеешь? Что, тиф? Проказа? Что? Зараза? Եվ այստեղ մեր սոխակը սկսեց երգել, երգում էր գեղեցիկ ձայնով, երգում էր ֆանագրամայով, արա։ Ես ինձ զգացի այնպես, ինչպես իմ եղբոր հարսանիքին, երբ որ Արմոն բարձրացավ բեմ ու երկու երգ երգեց ֆանագրամայով ու մի հատ սկի ձեն չհանեց։ Բայց նա եկել ինչ էմոցիայով է երգում, այս էքսպրեսիան, այս զգացմունքների հղում, այս պորտկումը, արա, թու արա, այս ինչ բառեր եմ օգտագործում, արա։ Օրս արև, եկեք փաթենք էլի ես եւ всё, անցանք հաջորդ նյուզին։ Այս կլիպը ես գնահատում եմ մի հատ Արամե 10-ից։ Հա, որտեվ Արամեն բոյով է, դրա համար 10 հատի կարիք չկա, մի հատը լրիվ հերիք է։ Անցանք հաջորդին։ Всё, վերջին երրորդ վիդեոն ենք անում ու հելանք տաներով։ Իմ ներվերը արդեն չի դիմանում։ Ճիշտ ձեր է, VDG։ Այսօր կնի top 5 փաստ իմ մասին։
Եվ Առանց վիդեոն նայելու ես երևի գիտեմ ինչ փաստ է կմտնեն դրա մեջ։ Առաջինը դու 12 տարեկան ես, երկրորդը դու նկարում ես էշ վիդեոներ, երրորդը դու կապ չունես VDG օրիգինալ ալիքի հետ, չորրորդը քեզ սիրում են քո մաման ու papan եւ հինգերորդը հեռախոսը ծախի մի հատ բնար որ տենց վիդեոներ էլ չնկարես։ գնաց առաջինը ես սովորում եմ 181 դպրոցում։ Ay kes pasta, ay kes. Uy, can como şey havada pasta. Ora postoren lov etmiş. Past. İzdo gides որ քո դպրոցում կա էլի մի 100-120 հոգի, ովքեր էլի նույն pasta ունեն, էլի նույն դպրոցն են հաճախում։ Քո կարծիքով էդի pasta, հա? Երկրորդը ես YouTube-ի կանալ բացել եմ նրա համար, որպեսզի գումար չաշխատեմ։ Դե եթե հաշվի առնենք քո like dislike-ները, ապա հա, դու ընդհանրապես չես ուզում գումար աշխատել։ Դու ընդհանրապես չես էլ կարա աշխատես, որտեվ քեզ ոչ նորմալ հետևում են, ոչ քո արածնամի բան, ու դրանից հետո դու խոսում ես գումար չաշխատելու մասին։ Ես բացել եմ նրա համար, որպեսզի զարգացնեմ հայկական YouTube-ը։ Ой, какая YouTube լավելի։ Եթե մարդկությունը ստեղծած ուներ մի հատ ապարատ, որը չափում է абսուրդը, դե գիտեք, սպիդոմետրի նման, ապա հենց այդ ապարատը հենց այս վարկանին կտրակվեր։ Ինչ անշանակում զարգացնել հայկական Դու ես դուս հելնում եմ, արա, բաբշես, նելքիկ, դու արի իմ տեղը փոխարեն այս հարցը լուծի, վсё, ես հելաստուց։ Երրորդը հաճախում եմ ձյուդոյի եւ նկարչության։ Так, все, с меня довольно. Верните старого ведущего и включите что-нибудь приятное. Հա, լավ ջուդոյա, լավ, խոսքես հետ եմ վերցնում, լավ։ Իմ անունը որպեսզի ես դրեցի իմ կանալում VDG, այսինքն նշանակում է DVD, այսինքն VD, ու մնացածը ես առանձին իմ համար եմ վերցրել GG։ Դու պրոստը օգտագործել ես քո հայի մեջի գենը ու գողացել ես ուրիշից։ Stop, DVD, խոսքը գնում է վիդեո այդ DVD-ի համասին, հա։ Այսինքն եթե լոգիկայով վերցնենք, ապա ես կարամ օրինակ վերցնեմ մոնիտորը, ցած վանկերը փոխեմ ու ստացվի տորմի։ Տորմի? Արա բայց լավ, չէ, լուրջ թույն նիկնեյմ է, կստացի։ Լավ, в общем, եկեք ավարտենք այս վիդեոն տղեն լրիվ 10-ից 10, իրա վիդեոներ արած 10-ից 10, ապագա հայկական YouTube-ի իսկական բլոգեր։ Դե ինչ ժողովուրդ, այսքանով ավարտվեց այս վիդեոն, հա, գիտեմ, միգուցե բոցերը քիչ էին, բայց ես դրա համար նախապատրաստել եմ շատ մեծ պրոյեկտ, ոչ դա կապված չէ մամայ բլոգերի հետ, դրանք լինելու են բավական հետաքրքիր թեմատիկայով, ուստի ես շատ ուրախ կլինեի, որ դուք դնեիք լայք, եթե իհարկե ձեր դուրը եկել է, բայց եթե ձեր դուրն եկել է, լայք դրեք, էլի, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Եվ իհարկե միացեք այս ալիքին էլ։ Համել ընկերներին իհարկե ձեր պատմեք, այն վերևի սիլքեն իրան ուղարկեք, Facebook-ով թող ինքն էլ միանա նայի։ Իսկ հիմա եկեք մի երկու օքու էլ բարև տանք։ Ուրեմն, այսօր բարև ստանում են Վիգեն Սարոյանը, Վանիկ Պետրոսյանը եւ Սուսիկ Բաբախանյանը։ Եթե ուզում ես մյուս անգամ էլ որպեսզի ես քեզ բարև ուղարկեմ, ապա դրա համար նա ինչ ես անում, մտնում ես Facebook, դրուկ ես տալի ընձի, հենց այս վիդեոյով դու կիսվում ես, քո էջ եւ անպայման հաջորդ վիդեոյում դու կհայտնվես։ Դե ինչ, այսքանն էր, կհանդիպենք արդեն մյուս վիդեոյում։ Իսկ ես հելա հեծանիվս լվալու։